Արարատի մարզի Մղջյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում ըստ նախնական տեղեկությունների ամիսներ առաջ բարձր դասարանի մի քանի աշակերտներ 4-րդ դասարանի 2 տղաների մտցրել են սանհանգույց եւ ստիպողաբար նրանց բերանը սպիտակ փոշենման զանգված լցրել։ Ինչպես Ֆակտոր TV-ին ահազանգել էր ծնողներից մեկը երեխաներին թմրանյութ են տվել։ Փոխարենը պահանջելով գումար, որը ցածր դասարանի աշակերտները ծնողներից թաքուն վերցրել են տանից։ Այս ամենը շարունակվել է 4 ամիս։ Գործն այս պահին քննչական կոմիտեում է տուժող է ճանաչվել 2 երեխա, 4 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, թեև դպրոցում դասապրոցես այս պահին նորմալ հունով է ընթանում, սակայն անհանգստություն կա ինչպես դպրոցի պատերի ներսում, այնպես էլ դրսում։ Այսինքն բերում թողնում են, գալիս տանում եմ, իհարկե մտահոգված եմ շատ։ Միայն այսինքն համացանցից եք լսել։ Հա, հենց այսօր լսեցի։ Դպրոցում ինչ որ անհանգստություն կամ մենք չենք մտնում, ճիշտն ասած, հենց գալիս տեղից վերցնում են գնում տուն։ Իսկ ծնողական ժողով կամ այդպես չեն հրավիրել, ասենք հենց այս հարցով։ Իսկ հարցեր ունեք դպրոցին, ընդհանրապես քննչական մարմիններին։ Դե իհարկե ունեմ, ինչի պիտի սենց բան լինի։ 4-րդ դասարանի երեխան ինչի պիտի տենց բանի մեջ ընկնի։ Նախնական տեղեկությունների համաձայն սպիտակ փոշենման զանգվածն առաջին անգամ երեխաներին տվել են 2024 թվականի դեկտեմբերին, սա շարունակվել է մինչև 2025-ի ապրիլ։ Փաստացի, թեև այս ամբողջ գործընթացը շուրջ 4 ամիս տևել է, սակայն ծնողների եւ աշակերտների համար իրողությունը բացահայտվել է միայն 3։ Լսել եմ։ Ինչ կասեք, ճանաչել եք այդ տղաներին։ Չէ, որ ճիշտն ասեմ։ Իսկ այդ 4-րդ դասարանցի երեխաներին, որ մցրել էին զուգարան, Ես տեղյակ չեմ ելի, ես երեք եմ տեղյակել էր, մենակ մնացնեմ, որ այդքանն է։ Իսկ նման առաջարկներ ձեզ կամ ձեր ծանոթներին համադասարանցիներին չի եղել։ Ծնողներից որևէ մեկը չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, սակայն շեշտեցին, երեկվանից շոկի մեջ են։ Շատ գոհ եմ դասատուից հետ, դպրոցից հետ։ Անհանգստություն արդեն ունեմ, բայց չեմ կարծում, որ չի լուծվի խնդիրը։ Ոչ միայն ծնողները, այլև ուսուցիչներն են սրտնեղած իրենց դպրոցում կատարվածից։ Նախաքննական գաղտնիքից ելնելով դպրոցի տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանը զերծ մնաց դեպքով մանրամասներ հայտնելուց։ Հիմա ասելու բան չունենք, որտեղ քննչական վարույթ է, դիմել ենք պատկան մարմիններին, թողնենք պատկան մարմինները իրենց գործը անեն։ Ուրիշ մի բան չունեմ ավելացնել։ Իսկ դուք եք հայտնաբերել, այսինքն դուք ծնողի երեխան ծնողին է ասել, ծնողի բողոքի իման վրա դիմել ենք պատկան մարմիններին։ Իսկ կասկածելի որևէ բան։ Ոչ, կասկածելի որևէ բան չենք նկատել եւ երեխայի մոտ ինքնազգացողության վատացում չի եղել, որ մենք արձանագրենք։ Շնորհակալ եմ։ Մի հարց էլ Տիկին Մաթևոսյան, ճիշտն ասած, ես դες ամենայն հարգանքով։ Երբ որ տեսեք ամենայն հարգանքով դուրս եկա, երբ որ քրեական վարույթը ամեն ինչ իմանանք մենք, հիմնական պատճառը եւ մնացած ամեն ինչը մենք ձեզ խոստանում ենք բացահայտ հրապարակենք։ Ինչպես աշակերտները, այնպես էլ ծնողներն ու ուսուցիչները միաբերան շեշտում են, դպրոցը լավն է, ուսուցիչները առավել եւս չեն ցանկանա, որ այս պատմությունը որևէ բիծ թողնի դպրոցի անվան վրա։ Նման օրինակ դեպքերը քննադատելի են եւ անընդունելի են, դա աբսուրդ է, այսպես ասած։ Ոչ, նման դեպքերը ինձ համար չգիտեմ ինչ է։ Իսկ ինչ աշխատանքները ձեզ պետք է սրանից հետո տարվեն։ Մենք վերահսկում ենք ու վերահսկել ենք չափից շատ ուշադիր, բայց այսօր ոչ մեկս ապահոված չենք, դա կարող է լինել յուրաքանչյուրի հետ, յուրաքանչյուր դպրոցում, յուրաքանչյուր միջավայրում, ուղղակի այս պահին այստեղ է եղել և հուսամ ամեն ինչ լավ կլինի։ Ոստիկանության կողմից ուսուցչին օժանդակություն պետք է տրամադրվի, կարծիք է հայտնում ուսուցիչներից մեկը։ Թող գան որպես օժանդակ ուղեկցող գործոն ուսուցիչներին աջակցեն նմանատիպ երևույթներ, որպեսզի դպրոցներում տեղի չունենա։ Այսօր մենք ենք, վաղը մեկ ուրիշն է, մյուսը մեկ այլ ուրիշ դպրոցում կարող է իրականանալ։ Վերահսկողություն ոստիկանության անպայման վերահսկողություն։ Բոլորը կոմպլեքս ձևով մոտենան եւ այդ հարցը լուծեն։ Նմանօրինակ լուծում այսօր բարձրաձայնվեց նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարի կողմից։ Հիմա քննարկում ենք եւ առաջիկայում գործընթացը մեկնարկելու է ավագ դպրոցներում եւ խոշոր դպրոցներում 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրելու հարցը, որպեսզի դպրոց ելումուտը, որը թեև հսկվում է պահակների կողմից, առավել կառավարելի լինի, առավել հստակ լինի պատկերը նաև էլեկտրոնային հարթակներում, թե ովքեր են դպրոց մտել, ովքեր են դուրս եկել, նաև
աշակերտների հաճախումները, որոնք ավագ դպրոցներում երբեմն անհանգստացնող են, վերահսկելու տարբերակ դա կարող է դառնալ։ Քննչական կոմիտեից Ֆակտոր TV-ին փոխանցեցին, որ մայիսի 12-ին նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով, շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի անչափահասի նկատմամբ։ Թմրանյութերի մասով այս պահին որևէ մեղադրանք առաջադրված չէ, քանի որ սպիտակ փոշի նման զանգվածը փորձաքննության է ուղարկվել։ 3 անչափահասի եւ 1 չափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական եւ վարչական հսկողություն։ Մեկի նկատմամբ տնային կալանք եւ բացակայելու արգելք, եւս մեկի նկատմամբ կա ձերբակալման որոշում։ Դժոխ են ճանաչվել ցածր դասարանի 2 երեխաները։ Տնօրենն ասաց, այս պահին նրանք դպրոց չեն հաճախում։